Երեկ տեղեկացրել ենք, որ Հայաստանյան ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել բլոգեր Մինյոնի Հարսանյաց հանդեսը։ Այն լի է եղել գեղեցիկ պահերով, հուզիչ ակնթարթներով։ Երեկոյի ընթացքում նրա պսակներին շքեղ ճամփորդություն դեպի Իսպանիա նվեր են արել։ Այս նվերը հուզել է Մինյոնին, նա բեմում արտասվել է։ Առաջարկում ենք դիտել այս գեղեցիկ ակնթարթները, ինչպես նաև Մինյոնի շքեղ Հարսանյաց հանդեսից բացառիկ կադրեր հաջորդիվ։ Հայաստանյանը վերասել, բրավո, ուղևորություն դեպի Իսպանիա, հատուցույթյանը, բրավո։ Այո, թող արդյունքները միշտին այսպես երջանկության, այո, բրավո։ Եթե արդյունքներ ուրեմն հենց այս է, երջանկության, ևս տեղակյա, ծապել է։ Ընկերուհու հատուկ մեդալ ենք այսօր տալիս, մեդալը չմոռանանք Իսպանիայից բերել ենք։ Всё, շարունակում ենք ուրախ տրամադրություն։ Բրավո, շնորհակալ ենք Էմիլի, Լիանալի, կադրողների և իհարկե Լիանալի, շնորհակալ։ Հարսանիքն այսօր եկել եմ Կամիլայից վերցնեմ, մնացածին էլ վերցնենք, գնանք հիմա Կամիլայի շենքի մոտ եմ, բայց հələ որ ինքը չկա։ Այ քեզ բան։ Էս ինչ ես դու անում։ Էս ինչ անում ես։ Արդեն չափերը տանցել ես։ Չափերը տանցել։ Քեզ միջև ուրասես կտա։ Թեմատիկան ի՞նչն է գանք այսօր։ Հունական աստվածություն։ Լինե ժողովուրդ ջան, մենք արդեն հասել ենք, այստեղ այսպես ամրոց է։ Տեսնենք։ Գնացինք ոչ քարքայելի արտել։ Հասնենք մի հատ Մինյոնենց մոտ։ Տեղեկացրել ենք այսօր բլոգեր Աննայի նույնինքը Մինյոնի հարսանիքն է։ Դեռվա վարավոտից ընտանիքը հայկական ավանդական հարսանիքի բոլոր ավանդույթները պահպանելով կազմակերպել է իրենց հարսանիքը։ Եկեղեցում միմյանց հավերժներ եւ հնազանդ լինելու խոստում ստանալուց հետո հայաստանյան շքեղ ռեստորանային համալիրներից մեկում շարունակվել է գեղեցիկ երեկոն։ Երեկոյին ներկային հայկական շոու բիզնեսից մի շարք ներկայացուցիչներ, կադրերում երևում է նաև թե ինչպես է Աննան սկեսուր մայրիկի հետ ջերմ շփվում, երբ մեղր ու լավաշի արարողությունն է տեղի ունենում։ Առանձնացրել ենք այս գեղեցիկ օրվանից բացառիկ կադրեր եւ ներկայացնում ենք դրանք հաջորդիվ ձեր ուշադրությանը։